Այլ հայացք ապա շրջափակման գործընթացին։ Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահի վկայությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների ստորագրած խաղաղության հռչակագրի առանցքային դրույթներից մեկը տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացը թեւակոխել է իրականացման փուլ։ Հոկտեմբերի վերջին Իլհամ Ալիևն Աստանայում հայտարարեց, որ Ադրբեջանը չեղարկել է դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները։ Արդեն նոյեմբերին երկաթուղով Ադրբեջանի եւ Վրաստանի տարածքով Ռուսաստանից եւ Ղազախստանից Հայաստան տեղափոխվեց շուրջ 2000 տոննա հացահատիկ։ Հայաստանն իր հերթին հայտարարել է, որ չեղարկում է բոլոր սահմանափակումներն իր տարածքով դեպի Ադրբեջան բեռների տարանցման համար եւ պատրաստ է ապահովել բեռնատար մեքենաների տարանցումը Թուրքիայից Ադրբեջան եւ հակառակ ուղղությամբ, Մարգարայով եւ Կորնիձորով, որտեղ արդեն կան պատրաստի ենթակառուցվածքներ։ Զուգահեռաբար թափ է հավաքում նաեւ Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման նախագծի իրականացման գործընթացը։ Պաշտոնական Երևանը եւ Վաշինգտոնը սերտ շփումների մեջ են ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով։ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Սոնատա Քալթերի գլխավորությամբ գործում են երկկողմ աշխատանքային խմբերը, որոնց նպատակն է Վաշինգտոնյան պայմանավորվածությունների կյանքի կոչումը եւ Թրամփի ուղու զարգացումը։ Հենց այս նպատակով էր օրերս տարածաշրջան այցելել նաեւ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Էլիսոն Հուքերի գլխավորած պատվիրակությունը։ Հատկանշական է, որ պաշտոնյայի Երևանյան օրակարգի մաս էր նաեւ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացը։ Ինչպես արդեն հայտարարվել է, Միացյալ Նահանգները Հայաստանին նախատեսում է տրամադրել $145 միլիոն աջակցություն։ Սա ֆինանսավորման առաջին մասնաբաժինն է ուղղված Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման նախագծի եւ օգոստոսի 8-ին ձեռք բերված հարակից պայմանավորվածությունների իրագործման, առևտրի, ենթակառուցվածքների, կարևորագույն հանքանյութերի մատակարարման շղթաների եւ միջսահմանային անվտանգության ոլորտներում ներդրումներին աջակցելու միջոցով։ Արդեն իսկ ուրվագծվում են նաեւ TRIP-ի կյանքի կոչման ժամկետները։ Մինչեւ տարեվերջ հայկական կողմը փաստաթղթին կհանձնի Թրամփի ուղու իր տեսլականը, հնարավոր բոլոր մանրամասներով։ 2026 թվականի առաջին կեսին Հայաստանը եւ Միացյալ Նահանգները վերջնականապես կհամաձայնեցնեն բոլոր հարցերն ու պարամետրերը եւ կարձանագրեն ձեռք բերված պայմանավորվածությունները, իսկ տարվա երկրորդ կեսին արդեն կմեկնարկեն ենթակառուցվածքների շինարարական աշխատանքները։ Նախապատրաստական աշխատանքների ծավալը բավական մեծ է, հաշվի առնելով, որ TRIP-ն ունենալու է տարբեր բաղադրիչներ՝ երկաթուղի, էլեկտրահաղորդման գծեր, խողովակաշարեր, մալուխներ, տրանսպորտային այլ հաղորդակցություններ եւ բոլորի հետ կապված անհրաժեշտ են հստակ կարգավորումներ։ Չնայած հայ-ամերիկյան քննարկումները դեռ շարունակվում են, TRIP-ի հետ կապված որոշ դետալներ արդեն իսկ հայտնի են։ Մասնավորապես ստեղծվելու է ընկերություն, որը ստանալու է կառուցապատման իրավունք։ Կառուցապատման իրավունքի ժամկետի ավարտից հետո այդ հողի վրա գտնվող գույքը դառնալու է Հայաստանի սեփականությունը։ Կողմերն այժմ շարունակում են ժամկետի վերաբերյալ քննարկումները, հիմնվելով ֆինանսատնտեսական հարցերի վրա։ Ենթակառուցվածքների կառավարման համար Հայաստանի եւ Միացյալ Նահանգների կողմից կստեղծվի համատեղ ընկերություն, որը կունենա տնօրենների խորհուրդ։ Դրա շրջանակում հայկական եւ ամերիկյան կողմերի ներկայացվածության համամասնությունը կախված կլինի նաեւ կողմերի մասնաբաժիններից, ինչի շուրջ նույնպես ներկայումս քննարկումներ են տեղի ունենում։ Հարկ է ընդգծել, որ ռազմավարական նշանակության հարցերի վերաբերյալ որոշիչ ձայնի իրավունքը պատկանելու է Հայաստանին։ Նախագծի նախապատրաստական փուլի շրջանակում գետնի վրա եւս աշխատանքներ են իրականացվում։ Հայկական կողմը երկրի տարբեր հատվածներում իրականացնում է տեղանքի ուսումնասիրություններ հնարավոր ենթակառուցվածքների անցկացման համար։ Օրինակ, արդեն հստակություն կա երկաթուղու, էլեկտրահաղորդման գծերի եւ գազատարի հնարավոր երթուղիների հետ կապված։ Ուշագրավ է նաեւ, որ Հայաստանը եւ Ադրբեջանն ունեն փոխըմբռնում, որ հաղորդակցությունների ապաշրջափակման համատեքստում անհրաժեշտ է առաջնահերթության կարգով սահմանազատել եւ սահմանագծել միջպետական սահմանի այն հատվածները, որտեղով անցնելու են երկու երկրները կապող հաղորդակցությունները։ Ամփոփելով կարող ենք արձանագրել, որ չնայած հոռետեսական կանխատեսումներին, տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացը մտել է գործնական փուլ եւ երկկողմ ջանքերի արդյունքներն առաջիկայում կարող են ավելի շոշափելի դառնալ։